Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հօգուտ պետության պահանջվող գույքերի մեծ մասը նվիրատվություն է, որը նա եւ ընտանիքի անդամները ստացել են բանվորներից, պահակներից կամ խանութի վաճառողներից։ Եվ դա այն ժամանակահատվածում, երբ Վարդան Ղուկասյանը հանդիսացել է Գյումրու քաղաքապետ, նշեմ նաեւ, որ իրավասու մարմինը բազմաթիվ գործողություններ է ձեռնարկել այս հանգամանքները պարզելու համար։ Որպես օրինակ, դատախազը նշում է նվիրատվություն իրականացրած անձանցից մեկի դատախազությունում տված ցուցմունքը։ Եվ տվյալները հայտնել այն մասին, որ իրականում դա նվիրատվություն չի եղել, իրականում եղել է առուվաճառք, որոշակի գումարի դիմացներ նաև իր ընտանիքը այդ գույքը, խոսքը բնակարանի մասին է, այդ գույքը օտարել են Վարդան Ղուկասյանին, ուղղակի նրանց հորդորով կնքել են նվիրատվության պայմանագիր եւ նրա խոսքերն են մեջբերում հետագայում որոշակի խնդիրներից խուսափելու համար է դա նվիրատվության կարգով իրականացվել։ Հետագայում իհարկե դատական քննության ընթացքում հուսով եմ ավելի մանրամասներ հայտնի կդառնան, թե ինչ հանգամանքներում են կնքվել այդ բոլոր նվիրատվության պայմանագրերը եւ արդեն հանրության համար էլ պարզ կլինի, որ այդ գույքերը իրականում նվիրատվությամբ չեն փոխանցվել Վարդան Ղուկասյանին եւ դա ուղղակի տվյալ գույքերին օրինական շղարշ հաղորդելու միտում է ունեցել։ Ընդհանուր առմամբ դատախազությունը Գյումրիի նախկին քաղաքապետից պահանջում է 17 անշարժ գույք ու շուրջ 224 միլիոն դրամ։ Դրամական պահանջը նույնպես ներկայացված է Վարդան Ղուկասյանից եւ նրա կնոջից որպես իրական շահառուներ, այսինքն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին ՀՀ օրենքի իմաստով վերջինս հանդիսացել են իրենց ընտանիքի անդամների կողմից իրականացված գործարքների իրական շահառու եւ հենց այդ տրամաբանությամբ էլ նրանք դիտարկվում են այդ գույքերի եւ գումարների իրական շահառու։ Հակակոռուպցիոն դատանում այս գործով հայցի քննության ընթացքում դատախազը դատարանին եւ Ղուկասյանի ներկայացուցչին տրամադրեց գործարքների եւ բանկային տվյալների ամբողջական հաշվարկը։ Այն սակայն պատասխանողի ներկայացուցչի միջնորդությամբ ներկայացվեց դեռնփակ կարգով։ Դատախազությունը ուսումնասիրությամբ հետ է գնացել մինչև 2003 թվական։ Առաջին ենթադրյալ ապօրինի գույքը հենց այդ թվականին է ձեռք բերվել։ Խոսքը Ղուկասյանի կնոջ ձեռքբերած ընկերության մասին է։ Վարդան Ղուկասյանն ու նրա ընտանիքի անդամները հայցը չեն ընդունում, առարկում են դրա դեմ։ Իրավասու մարմինը դեռևս չի ստացել 17 գույքի շուկական արժեքների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը։ Այն ստանալուց հետո հայցադիմումում որոշ փոփոխություններ կարվեն։ Վարդան Ղուկասյանը բացի այս քաղաքացիական գործից անցնում է նաև քրեական գործով։ Մեղադրվում 22 գույքի ապօրինի օտարման համար։ Գործը դատաքննության փուլում է։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։